Այստեղ առաջ երեխեքը խաղալու տեղ էր, երեխեքը բոլորը կխաղային։ Խաղալու կամ բուրդ ու գորգ լվանալու տեղ էր 2 տարի առաջ, մինչև փլվելը, խորը փոսեր բացվելը։ Ավերակ տարածքը Վթարային Իսահակյան 9 եւ Մահեր Մկրտչյան 44 շենքերի ընդհանուր բակն է։ Երկրաշարժից առաջ ավելի քան 40 տարվա ստորգետնյա ավտոտնակները վաղուց չեն օգտագործվում, մեծ մասի տերերն էլ չկան։ Անտեր ու առանց պահպանության մնացած հին ավտոտնակների արտաքին ծածկը 2 տարի առաջ անձրևներից փլուզվեց։ Մեծ խորության փոսերը այդպես էլ մնում են, վտանգն էլ անցած չէ։ Տեղում նառատորերը նպաստում են հետագա փլուզումներին։ Երեխեքի գնդակները խաղալու ինչ-որ բաներ ունին, ձերքերը գլորվի կուկա կգնի տեղ, երեխեքը հետևից վազելով ընդեղ, ծնողներն հետևից, որպեսզի նորից փլուզում չեղնի։ Երեխաներին արգելված է տարածքում խաղալ, բայց հսկողության տակ պահել ծնողներին չի ստացվում։ Վտանգ տարածքին անծանոթ անցորդների համար եւս կա։ Ծնողներից եւ ոչ մեկը վստահ չէ, որ երեխաները չեն հայտնվի վթարավտանգ գոտում։ Երեխային դեպի ինչ կրած, այդտեղին կրած չէ, արկել ես։ Մեկին կարկել ես, մեկ էլ է կմտնի։ Փոքր երեխային մի տեսա սետքի տգից անցան ու գնացին ու կան։ Խաղալու տեղ կուզեն։ Դաժե կերնին ֆուտբոլ կխաղան այդ կան տեղը։ Մեկ տեսար փլավ։ Երեխեքին չենք թողնի ելնելու, բայց այդ կագալը երբ որ կերնը արդեն բնակիչները բոլորը առանց վախի դաշտի վրա են։ Կագալը կհավաքեն չմտածելով որ լրիվ ինքը խխմած է։ Ծառն էլ թարսի պես այս 2 տարին առատ ընկույզ է տալիս։ Խոշոր փլուզումից հետո կոմունալ ծառայությունը ժամանակավոր լուծում էր տվել տարածքը ցանցերով սահմանազատել։ Անվտանգության միջոցառումներն այդպես էլ ժամանակավոր մնացին, իսկ ցանցերի մի մասն էլ արդեն տեղում չէ։ Փլվածքներից բակը չեն մաքրել, չեն ապամոնտաժել, հսկա փոսը չեն փակել, ինչի անհրաժեշտության մասին 2 տարի առաջ կոմունալի պատասխանատուն էր նշել։ 2 տարի էս վիճակի մեջն է, իրանք եկան տեսան, բոլորն է տեսան։ Եկան նկարին բաներին, ու այս սետկաները բերեցին, քաշեցին ու վերջ։ Ու մինչև առեսօր ոչ մի արձագանք չկա։ Կամ ծածկեն, կամ քանդեն։ Գավերի ճիշտ կենի քանդեցպես թողել են։ Ավտոտնակների բետոնյա ծածկի վրա քայքայված մակերեսները մեծանում են, ծանրությունը պահող ամրանային հենասյուները խոնավությունից խարխլվում եւ էլի շատ ազդեցությունների պատճառով փլուզումների հաճախականությունը ավելանում։ Բացված փոսերը հիմա էլ անարգել վերածել են աղբանոցի։ Բնակիչները 2 տարի են նույնն են ասում, հետնել տարբերակ են առաջարկում։ Փոխքան քանդեն, վերանորոգեն, նդիկարտեն իրանք կորոշեն։ Մեր բնակիչներ ուզելով չեն կան, որ այս փոսը բաները վերանա։ Մենք է պրծնենք այս կարշախոդությունից, այս կռիսներից, երեխեքի անվտանգությունից, ամեն ինչ պրծնենք։ Միշտ ղեկավարությանը դիմել ենք, մարզպետարան դիմել ենք, քաղաքապետարան դիմել ենք, նոր վնիմանի։ Գիտեք ինչ կան երևի այս բարձրության մենք դիմում ունենք, նամակ ունենք դրած բոլոր ղեկավար մարմիններին, նույնիսկ Երևան։ Խնդրանքով ու պահանջով դիմումներ ինչքան ասես գրել են։ Փլուզված ստորգետնյա ավտոտնակներով բակն էլ մարզպետարանի քթի տակ է։ Մի քանի բաժինների թե վարչությունների պատուհանները դեպի բակ են նայում։ Այստեղ հասցեագրված դիմումներին ընթացք չի տրվել, քաղաքապետարանում էլ նախկինները խոստացել են չեն արել։ Հիմա նոր իշխանություններին են դիմելու։ Կոմունալ ծառայության պետը նոր է նշանակվել, քաղաքային տնտեսության խնդիրները սկսել է 0-ից ուսումնասիրել։ Քաղաքապետարանում խոստացան մարդ ուղարկել տարածք ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ տարբերակով վտանգը կանխել։ Մարինե Թիրբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։